Ուրախ եմ, որ 80 տարի հետո դեռևս մեր հիշողությունից չի ջնջվում այս արհավիրքի մասին տվյալները, տեղեկությունները, որովհետև յուրաքանչյուր ընտանիք իր կաշվի վրա զգացել է, թե ինչ է հայրենական մեծ պատերազմը և նման սարսափելի պատերազմ, չգիտեմ, աշխարհում վերջին 100 տարվա մեջ չի եղել, 20 միլիոն մարդ խոսքերով ենք ասում, բայց դա պատկերացնելը անհնարին է ու իրոք եթե պատերազմներ տեսած չես լինում, քո կաշվի վրա զգացած չես լինում, խաղաղության գինը, արժեքը չես իմանում ու այսօր մենք հասկանում ենք, որ իրոք խաղաղությունը դա մի երանություն է, առանց որի կյանքը պատկերացնել հնարավոր չէ։ Պիտի հիշենք, պիտի հարգենք, քանի դեռ բաբախում են մեր սրտերը, ինչպես Ռաժդեստվեցկիներ ասում, մենք պարտավոր ենք հիշելու և հարգելու մեր պապերի հիշատակը, չէ՞ որ այդ պատերազմի հաղթանակը մի ամբողջ ընտանեկան պատմություն է, որի մեջ մտնում են և հայ ժողովուրդը, և ռուս ժողովուրդը, և ուկրաինացի ժողովուրդը, ցավոք այսօր մի փոքր վատ շրջան է այդ ժողովրդի համար, բայց ես ցավում եմ, որ այսօր կորուստ ունենալը ճիշտ չէ, եթե միասին հաղթել ենք ֆաշիզմի դեմ, նշանակում է այսօր էլ կարելի է ինչ-որ կոմպրոմիս գտնել և դադարեցնել այս պատերազմը։ Խաղաղություն բոլորիս։